նշելով կարմիր գծերի գաղափարը Իրանի ուշադրությունը դեռ չի սևեռվել դեպի Կովկաս, որովհետև մենք գիտենք նաև, որ նույնատիպ սպառազինություն իսրայելական գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Այսօր ադրբեջանական մամուլում ոչ պաշտոնական, իհարկե չեմ էլ կարծում, թե պաշտոնապես դա կհայտարարեն, տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի հետ սահմանին որոշակի, ասեմ այսպես, պատրաստության բարձր մակարդակի են վերվել զորքերը, սահմանապահ ծառայությունը եւ այլն, ես չեմ կարծում, թե Բաքվի բռնապետը ինքնասպան է եւ այս պահին կգնա Իրանի դեմ գործողությունների կամ կմիանա այդ կոալիցիային, բայց ես չեմ կասկածում, որ հոգու խորքում նա երազում է այսպես կոչված ճակերտավոր եւ երբևիցե գոյություն չունեցած հարավային Ադրբեջանը այսպես կոչված Ադրբեջանին, այսինքն այսօրվա Ադրբեջանական Հանրապետությանը միավորելու մասին եւ դրա ամենակարճ ուղին իրանական պետականության կործանումն է։ Հիմա պարզ է, որ Բաքուն նստած սպասում է, երբ են Ամերիկան ու Իսրայելը կործանելու Իրանը, որ սպասում են եզի ընկնելուն, որպեսզի դանակավորները շատանան։ Հայկական առածկա։ Իդեպ այդ դանակավորների մասով իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս կոալիցիան, որը որ ձևավորվում է, նաև արևմտյան պետություններ հայտարարեցին, որ միանում են Իրանի դեմ պատերազմին, օրինակ նույն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան թույլատրեց իր ռազմաբազաներից Միացյալ Նահանգներին շատ դժվարությամբ իմիջիայլոց այդտեղ կար այո հակասություն երկու պետությունների միջև, բայց կարծես թե ինչ-որ կոմպրոմիսի եկան։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուրը փորձում է այս պատկերավոր ասած այդ տորթից իր բաժինը տանել։ Տեսեք, մինչև ձեր հարցին անդրադառնալը շատ հետաքրքիր մի իրավիճակ ստեղծվեց, պարզվեց, որ Եվրամիության ամենաինքնիշխան երկիրը Իսպանիան է, որևէ մեկը չէր սպասում, որ Իսպանիան կմերժի Միացյալ Նահանգներին եւ Իսպանիայի վարչապետը կոշտ ռետորաբանությամբ դատապարտեց ընդհանրապես պատերազմական գործողությունները, գիտեք ինչպիսի արձագանքի արժանացավ։ Հերելով իրակի առևտրային տարիֆներ, չգիտեմ, առանց ձեր թույլտվության էլ մենք օգտագործենք ձեր տարածքը եւ այլն։ Բրիտանական դիրքորոշումն էլ հետաքրքիր էր, որովհետեւ Սթարմերը ակնհայտորեն չի ուզում ներքաշվել այս պատերազմի մեջ, բայց նրա վրա հսկայական ճնշում կա։ Հենց երեք Թրամփը շատ իմ կարծիքով վիրավորական արտահայտություն թույլ տվեց, նշելով, որ Սթարմերը ամենևին Չերչիլը չէ։ Եվ այս իմաստով շատ ցավալի է, բայց մենք ականատես ենք մի աշխարհի, հատկապես ցավալի է եւ վտանգավոր է թույլերի համար այս աշխարհը, երբ ամեն ինչ վճռվում է, ասեմ այսպես, ուժով, ժողովրդական խոսքով ասած, զոռբայությամբ։